Հայաստան-Հունգարիա բարեկամության և մշակութային համագործակցության ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանին ազգային գրադարանում հանձնվում է Հունգարիայի նախագահի բարձր պարգևը, հունգարական բրոնզե պատվող խաչ մեդալը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։ Անահիտ Սիմոնյանը հունգարերեն սկսել է ուսումնասիրել դեռ ուսանողական տարիներին, երբ սովորում էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում։ Լեզվին տիրապետելու ընթացքում սիրեց Հունգարիան, այդ երկրի մշակույթն ու մարդկանց։ Դեպետ մրցանակը այստեղ որոշակի չի այն իմաստով, որ աշխատանքին նվիրում ես եւ անում ես նաեւ առանց մրցանակների, սակայն միանշանակ սա շատ պարտավորեցնող է, հատկապես որ վերջին 2 տարին արդեն վերականգնվեցին մեր դեպքական հարաբերությունները եւ շատ արագ տեմպերով են առաջ գնում բոլոր հարթակներում, թե քաղաքական, թե տնտեսական, թե հատկապես մշակութային։ Դրա համար ես անձամբ իմ առաքելությունը տեսնում եմ նաեւ այդ պետական գործընթացներին, դիվանագիտական գործընթացներին աջակցելու մեջ։ Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն նշում է, հայ-հունգարական գիտական, կրթամշակութային կապերի ստեղծման և զարգացման գործում Անահիտ Սիմոնյանի ներդրումն իրապես մեծ է։ Հունգարացի հայագետները մեծ հարգանքով են խոսում նրա մասին։ 2 տարի առաջ Հունգարիա կատարած այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ասել էր. հունգարերենն այնքան բարդ լեզու է, որ երևի միայն դրախտում են այդ լեզվով խոսում, քանի որ մի ամբողջ հավերժություն է պետք այն սովորելու համար։ Իսկ Անահիտն իր կյանքը նվիրել է այդ լեզվի ուսումնասիրությանը։ Այս մեդալով մենք երախտագիտություն ենք հայտնում նրան տարիների մեծ աշխատանքի համար։ Անահիտ Սիմոնյանը լիահույս է, որ հայ-հունգարական կապերը կամրապնդվեն հատկապես Հայաստանում Հունգարիայի դեսպանության բացումից հետո։ Ալիսա Մելքոնյան, Աշոտ Խաչատրյան, լուրերի համար։